Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր ձեզ ներկայացնելու եմ մեր երկրորդ հաշվետվության կառուցվածքը։ Մեզ հաշվետվությունը առաջինից մի փոքր տարբերվում է։ Փորձել եմ կառուցել այնպես, որպեսզի տեխնիկական թերությունները լրացնելու ժամանակ, որ առաջին արծաթերթիկում դուք ունեցել եք, այսօր բացառենք եւ այսպիսով եկեք ծանոթանանք արծաթերթիկի կառուցվածքին։ Ուրեմն այս ընդհանուր տեղեկությունների բաժնում ունենք փոփոխություն, այս հատվածում լրացնում ենք դպրոցի լրիվ անվանումը եւ ընտրում ենք, որ ուրեմն մարզն ենք մենք ներկայացնում։ Եթե մենք գանք ուրեմն թերթիկի լրացման, ուրեմն դպրոցի անվանումը, ես թվեր եմ գրում, դուք թվեր չգրեք, ընտրում ենք մարզը եւ մենք չենք կարող երկու մարզ ընտրել, ընտրում ենք մի մարզ, եթե ուզենք էլ երկու մարզ չենք կարող ընտրել եւ ասենք ընտրենք Երևանը։ Ես Երևանում եմ հիմա, ուրեմն անուն ազգանունը այսպես կրճատ գրեմ ժամանակ չծախսելու համար։ Հիմա այստեղ երկու լրացուցիչ տող եմ ավելացրել ձեր Teams-ի հասցեն, այն T, տակգիծ եւ այլն, եւ տնօրենի բջջային հեռախոսի համարը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուրեմն կարողանամ կապ հաստատել։ Այստեղ մեկեր գրեմ, որպեսզի անցնեմ։ Ձեր համարը էլ է հարմար, այս մեկերը գրելը, որովհետեւ եթե դուք հիմա ուզում եք առաջ գնաք, հետո նորից save անեք ու վերադառնաք նորից լրացնելու, այդ հնարավորությունը նորից ունեք։ Հիմա այստեղ կա որոշակի փոփոխություն։ Մենք չենք հարցնում ձեզ, թե ինչ եք պլանավորել ու ինչը չեք արել կամ ինչն եք արել։ Մենք ձեզ հարցնում ենք ինչն եք պլանավորել։ Դրա համար այստեղ գրված է հերթականությամբ թվարկեք ու դա ով նոյեմբեր ամսվա համար նախատեսված գործողություն է։ Դուք պարզապես ձեր տարեկան աշխատանքային պլանից կոպի եք անում եւ այստեղ տեղադրում են բոլոր աշխատանքները, որ նախատեսել եք նոյեմբերի համար, եւ այստեղ տեղադրում եք այն բոլոր աշխատանքները, այս 7-րդ կետում, որը նախատեսել եք ուրեմն դեկտեմբեր ամիսների համար, ամբողջությամբ բոլոր աշխատանքները, եւ ուսումնական, եւ կազմակերպական, այստեղ արդեն կարող եք գրել, միայն արդեն տեղավորվենք, իմանալով, որ մտքում ունենալով, որ տարեկան աշխատանքային պլանները մենք ունենք, որովհետև դուք պաշարների շրջանում հրապարակել եք, եւ կտեսնենք, թե որ դուք որոշակի աշխատանքներ տարեկան պլանում ունեիք, բայց հաշվետվության մեջ չեք գրել, դրա համար անպայման գրեք։ Հիշենք նաեւ, որ այս աշխատանքները անպայման պետք է արտացոլվեն մանկավարժական խորհրդի օրակարգում եւ մանկավարժական խորհրդի որոշումների մեջ, եւ եթե այդ աշխատանքները այդտեղ չեն արտացոլվել, ապա պետք է ենթադրենք, որ այդ աշխատանքները չեն իրականացվել։ Այս հանգամանքը խնդրում եմ նկատի ունեցեք, որ օրինակ մեր հանդիպումների ժամանակ կլինեն հարցեր, որով մենք փորձենք հասկանալ ինչն է եղել պատճառը, որ չի իրականացվել։ Միգուցե դպրոցը գտել է նպատակահարմար ծանրաբեռնվածության իմաստով կամ ժամանակավրեպ լինելու իմաստով կամ փոխել է տարեկան պլանը, բայց դեռ չի հրապարակել եւ այլն։ Մեթոդ միավորների եւ մանկավարժական խորհուրդների մասին։ Տեսեք, այստեղ մի քիչ փոփոխություն կա, որ ուզում եմ նայեք, ուրեմն քանի մեթոդ միավորում կա դպրոցում, թվարկեք։ Ուղղակի գրում եք մեթոդ միավորումների անունները։ Դպրոցում սովորաբար 3-4 մեթոդ միավորում կա հիմնական մասում, այնպես որ 3-4 մեթոդ միավորման անուն պետք է գրենք, օրինակ հայց լեզվի եւ գրականության, չգիտեմ, բնագիտական առարկաները եւ այլն։ Գրեք բոլոր մեթոդ միավորումների նոյեմբեր ամսվա նիստերի օրակարգերը հերթականությամբ նշելով մեթոդ միավորման անվանումը։ Այսինքն գրում ենք հայց լեզվի եւ գրականության մեթոդ եւ այստեղ գրում ենք օրակարգը իրա։ Կետ 1, ուրեմն օրակարգի հաստատում, կետ 2 եւ այլն։ Հետո սա վերջացրեցինք, գրում ենք բնագիտական
Amen, էլի նույն ձևով, օրինակ, սրես կոպի անեմ, ուղղակի ժամանակ շահելու համար, այսպես, որ, ասենք 4 մեթոդ միավորում ունեք, 4-ի օրակարգն էլ գրում եք, ամբողջությամբ։ Պետք է նկատի ունենանք, որ այս մեթոդ միավորումներում անպայման քննարկվելու են այն բոլոր աշխատանքները, որ դուք ունեիք ուրեմն տարեկան պլանով նախատեսված, օրինակ ՆԴՎ եւ այլն։ Նույն ձևի օրակարգերը գրում ենք դեկտեմբեր ամսվա համար, նույն ձևի նոյեմբեր ամսվա նիստի օրակարգի բոլոր որոշումներն ենք այստեղ գրում, այնպես ինչպես կա մեթոդ միավորման արձանագրության մեջ, որը դուք գրել եք նոյեմբերի վերջում, դեկտեմբերի սկզբում, նիստից 3 օրվա ընթացքում, այնպես որ դուք այդ ունեք գրած, ունեք էլեկտրոնային տարբերակով, ով որ գրում է ձեռագիր, խնդրում եմ փոխեք, նորից դարձրեք էլեկտրոնային, համակարգչի մեջ հավաքեք արձանագրությունը, պրինտ արեք եւ թղթապանակով պահեք դպրոցում, իսկ անհրաժեշտության դեպքում ուրեմն այդ որոշումների եւ այլն նման հաշվետվությունների մեջ կոպի արած կտեղադրեք, նույն ձևի դեկտեմբեր ամսվա որոշումները, մանկավարժական խորհրդի օրակարգը եւ ուրեմն ես իմաստել արագ անեմ եւ մանկավարժական խորհրդի որոշումները այնպես ինչպես կա օրակարգում։ Գնանք առաջ արագ ժամանակը անցնում եմ, տեսեք ինչ որ հարց մնաց չնշված, այսա։ Գնացինք առաջ, 15-րդ կետը ներկայացրեք ձեր դպրոցում ՀՊՉ ներդրման հաջողությունները, այստեղ նայեք, ՀՊՉ հանրապետության պետական չափորոշիչ չմտնում եք, ՀՊՉ 3-րդ կետում դրված է տարական ծրագրի վերջնարդյունքները, տարական ծրագրի վերջնարդյունքներից վերցնում եք այն 3 վերջնարդյունքները, որ վստահեք, որ ձեր տարականի աշակերտների մոտ, հատկապես 4-րդ դասարանում սովորողների մոտ, գրեթե բոլորի մոտ արդեն կարողացել եք զարգացնել, բայց պետք է հիմնավորեք, ասեք, ինչից եք իմացել, օրինակ, չգիտեմ, ընթերցանության գնահատում եք արել կամ որևէ հետազոտություն եք արել եւ այլն եւ դրանից ելնելով որոշում եք կայացրել, բայց պետք է արժանա հավատ ու հնարավորին չափ այդպես շատ ծավալուն պետք չի, բայց ինչ որ ծավալով, որ մենք հասկանանք։ Նույն ձևի միջին դպրոցի եւ ավագի մասով են դպրոցը, որ ավագ չունի, ստեղ գրեք ուղղակի չկա։ Ասեմ մեկ էր անդադ մոռանում եմ գրեմ։ Ուրեմն թվարկեք ՊՉ 3 վերջնացում, որ մասամբ կամ ամբողջությամբ զարգացել սովորելիս մեծ մասի մոտ S գրելիս եւ ուսումնական նախագծեր իրականացնելիս եւ այս ամենավերջի հատվածն է, այստեղ տեսեք փոխել եմ, այսինքն ՈՒԴԱՊ-ը դուք որ կատարել եք, դուք պետք է այստեղ վստահ եմ, որ լավ եմ կատարել, կարծում եմ, որ լավ եմ կատարել, վստահ չեմ, որ լավ եմ կատարել։ Մի քիչ փոխել եմ ուրեմն մոտեցումը, որպեսզի դուք ստիպված չլինեք ձեզ գնահատեք անբավարար կամ բավարար։ Դա եւ այստեղ խնդիրների մասին ու զարգացման հնարավորությունների նորից հիշեցնում եմ, որ դուք գրում եք խնդիրը եւ գրում եք ինչպես եք պատրաստվում լուծել այդ խնդիրը։ Գրում եք երկրորդ խնդիրը, հետո գրում եք, օրինակ գրում ենք ուրեմն խնդիր 1, հետո գրում եք դիմելու եմ կզնակին մեթոդական աջակցություն ստանալու համար։ Так, օրինակ, երկրորդ խնդիր 2 եւ ստեղ գրում եք, ասենք, թե ինչ եք ուզում անել, հետո անում եք submit, իմ ժամանակը հիմա վստահ եմ, որ լավ եմ արել, ուրեմն submit, նայեք, ձեր գնաց այս save կոճակը չմոռանաք սեղմեք, հարգելի ընկերներ, չմոռանաք, որպեսզի ձեր աշխատանքները բարեհաջող ավարտվեն։